Շացիելի հեռուստադիտողներ, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Ձեզ հետ են ձեզ շատ սիրող Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, մենք եկել ենք որպեսզի արտանանք միասին։ Բարի մեկ ամսյակյան առավոտ սիրելի հեռուստադիտող Անահիտ, քանի որ մենք միասին չենք եղել եթերում, առիթից օգտվել եմ, ուզում եմ քեզ շնորհավորեմ մեկ ամսյակ։ Շնորհակալ եմ անչափ։ Քեզ մաղթում եմ, որպեսզի առողջ լինես, միշտ գեղեցիկ, հմայիչ եւ այն ինչ որ դու անում ես իրավապես եւ ընտանիքում եւ ընտանիքից դուրս նաեւ դա մեծ արժեք է, որ յուրաքանչյուր մարդ պետք է դիտի ուղղակի եւ ընտորինակի։ Ուզում եմ, որ դու ընտորինակում լինես յուրաքանչյուր հայ կնոջ։ Շնորհակալ եմ անչափ դրական խոսքերի համար Վրեժ ջան, ես էլ եմ միանում քո շնորհավորանքներին եւ խոսքս ուղղում բոլոր կանանց, աղջիկներին, մայրերին, առհասարակ թող որ չլինի միամսյակ, թող որ լինի յուրաքանչյուր օրը, որպեսզի սիրեն կնոջը, մեծարեն կնոջը ու ապարգևեն անակնկալներ։ Այս պահին մենք էլ տեսահոլովակ անակնկալ։ Ես կխնդրեմ, որպեսզի Էրնեստի կողմից մի գեղեցիկ տեսահոլովակ կանանց եւ Անահիտի։ Գնացիք։ Դե ինչ վերադարձանք մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսում ենք կանանցից, մայրերից, աղջիկներից եւ գալիս ենք գիտության թեմա ու գիտության տեսանկյուն։ Շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ այսօր մեր հյուրերն են Գիտությունների ազգային ակադեմիայի Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Դանելյանը, բարի լույս, եւ առաջատար գիտաշխատող կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Հովանիսյանը, բարի առավոտ։ Նախ շատ շնորհակալ ենք, որ այսօր գիտության աշխարհը մի պահ թողել եք եւ եկել եք մեզ մոտ օրդ բարի տաղավար ու առավոտը սկսում եք մեզ հետ միասին։ Մեզ շատ հետաքրքիր է գիտության աշխարհի հետ առնչվող մարդիկ առհասարակ ինչպես են սկսում իրենց առավոտը։ Առավոտը սկսում ենք էլի գիտությամբ։ Շատ վաղ թե Ասեմ, որ գիշերն էլ է մեր մոտ գիտություն, որովհետև մենք գիշերն էլ ենք մտածում եւ շատ մտահղացումներ երևի հենց գիշերն է արթնանում, ցես մի ակնթարթորեն արթնանում ենք, նոր հենց այսօր տաղավարից դուրս հրաչագայինչի հետ քննարկում էինք մեր աշխատանքների վերաբերյալ նոր բացահայտումներ, նոր հարցեր, որ արդեն երեկոյան էր մեզ մոտ առաջացել ու ասեմ Էլի առավոտը սկսում է գիտությունով, գիշերը գիտությունով, մենք շատ ենք սիրում գիտությանը եւ գիտության վիրալներ ենք։ Սուրճ թեթեի եւ դժվար է, երբ դու ամեն ինչ գիտես պարունակությունով, միկրոբներով, բակտերիաներով, դրանից հետո սովորական ապրել, թե ամեն դեպքում յուրաքանչյուր դետալի մեջ խորանում եք։ Երբեմն գիտեք ինչ, լավ է չէ, լավ կլինի, եթե չիմանաք։ Մոռանաս գիտելիքների մասին։ Որովհետեւ եթե իմանում եք պարունակությունը, դա երբեմն այնքան հաջելի չի, թեկուզ ասենք մեր ներքին պարունակությունը մարմնի, մենք չափ չենք խորանում, մենք այդ գեղեցկությունը կանանց գեղեցկությունը, տղամարդու առնականությունը, ընդհանուր իրեն այսպես ասած նայում ենք արտաքին տեսքով, երբ որ շատ խորանում ես, արդեն դու դառնում ես բժիշկ, որը ամեն օր շփվում է դրա հետ եւ այլն, եւ դա ինչ որ սովորական բնույթ է դառնում։ Եվ այստեղ հարցը նրանում է, որ գիտնականը ճիշտ է բացահայտելով այդ նշությունները, ինչից է կազմված, երբեմն նույնպես մարդ է եւ ուզում է անջատվել այդ բոլորից եւ տեսնել դա արտաքինից, առանց խորանալու բաղադրության մեջ։ Այսօր շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու գիտական հայացք մայրական կաթի միկրոֆլորային։ Չնայած որ ամեն ինչ մասնագիտական է, բայց կուզենայինք շատ ավելի մատչելի ձևով, բացատրել, թե ինչ եք հայտնաբերել դուք, որովհետև մայրական կաթի մասին եւ կարեւորության մասին շատ է խոսվել, միշտ խրախուսվում է եւ ասում է, այո, հատկապես այսօր ու հիմա երկին ծննդաբերում է, միշտ ասում են, որ շատ կարևոր է, որ երեխան հենց կուրծքուտի մայրական կաթով մեծանա, որովհետև այս որովհետևների մասին խոսենք եւ ինչ եք ուսումնասիրել դուք։ Ուրեմն սկսեմ նրանից, որ մայրական կաթը երեխայի համար անփոխարինելի է։ Այն որ մայրական կաթում գտնվում են այնպիսի կարևոր գործոններ եւ աճման, եւ հակամարմիններ, եւ ֆերմենտներ, որոնք բացակայում են երեխայի օրգանիզմում եւ նրա զարգացման համար շատ կարևոր են։ Վերջին տասնամյակում տարբեր գիտական խմբերի կողմից հետազոտություններ են կատարել մայրական կաթի վերաբերյալ, քանի որ մինչ այդ մայրական կաթը համարում են սիրիլ եւ մայրական կաթի հետազոտական աշխատանքներ չէր արվում, այսինքն զուտ արվում էր աղտածին մանրէներին հայտնաբերելու համար։
Բայց տարբեր պետությունների գիտահետազոտական խմբերի աշխատանքի արդյունքում պարզվեց, որ իսկապես մայրական կաթը սիրիլ չի եւ մայրական կաթում գոյություն ունեն օգտակար մանրեներ, որոնք շատ կարեւոր են նորածին երեխաների համար, նրանց առողջության համար։ Այն գործոններով, այն օգտակար հավելումներով ասեմ, ամեն ինչով, որ մայրական կաթ իրենից ներկայացնում է, այնտեղ կարևոր է նաև մեր կարևոր պրոբիոտիկ կաթնաթթվային մանրեները։ Մենք այս աշխատանքները սկսել ենք 2013 թվականից, մեզ հետաքրքրեց ուսումնասիրել մեր հայ կանանց մայրական կաթը, քանի որ մայրական կաթի միկրոֆլորան, մանրէաբանական կազմը նշանակություն ունի եւ էկոլոգիան, եւ սննդակարգը, եւ տարբեր դեղորայքների օգտագործումը, եւ հետեւաբար նմանատիպ աշխատանքներ, քանի որ Հայաստանում արված չէր, մենք որոշեցինք պրոֆեսոր Հրաչյա Գարեգինովիչի ղեկավարությամբ իմ տեխնոլոգիական ատենախոսության աշխատանքում հենց կատարել մայրական կաթի հետազոտություն։ Եվ իսկապես շատ դրական էր, որ ես առաջին փորձերից հետո, որտեվ մենք էլ դեռ չգիտենք, որ իսկապես մեր հայ կանանց մանրէաբանական կազմը ինչպես է եւ փորձերը ինչպես կլինեն, գալիս էի աշխատանքի, Միկել Հրաչյա Գարեգինովիչի զանգից Բալուստինե փորձ եղել է, սենց մենք առաջին ենք այդ աշխատանքը կատարել, որ փորձարկել ենք կենթանական կաթում մեր մանրեների մակարդումը։ Այսինքն մեր մայրական կաթի մանրեներով լինում է կենթանական կաթը մակարդել եւ դա արդեն տալիս է այն ֆունկցիոնալությունը, որ մենք կարող ենք մոտեցնել մայրական կաթին։ Այսինքն այն օրինակ ասենք ներողություն, կովի կաթը կարելի է վերցնել, հա, այսինքն եւ մակարդել։ Այդ աշխատանքներ կա, այո, մայրական կաթով ինքը մակարդվում է, ֆերմենտացվում է եւ կարող են օգտագործել։ Այծին է ասում են, որ շատ մոտ է։ Ոչ այնքան մոտ է, բայց ամեն դեպքում մակարդվում է։ Բայց դա այդ մակարդվելուց հետո կարող են երեխային տալ, թե չգիտեք ինչ, կարող են կանայք օգտագործել, մենք օգտագործել, բայց քանի որ երեխայի աղստամոքսային համակարգը այնքան էլ զարգացած չի եւ մենք չգիտենք այծի կաթում, հենց այդպես այծի կաթը կամ կովի կաթը, իրանք պարունակում են ծանր կազեիններ, դա սպիտակուցնեք, ասեմ, որը դժվարամարս է երեխայի համար, քանի որ ինքը այդքան ֆերմենտներ չունի, որ պիտի կարողանա յուրացնել, իսկ մայրական կաթը ինքը պարունակում է շիճուկային սպիտակուցներ, երեխայի համար դա ջրամարս է։ Օրինակ, սենց կարող եմ ասել, որ կրծքով կերակրվող երեխաները զգացել եք, որ նրանք ավելի արագ են, սովածանում եւ ասում են, որ մայրական կաթը երբ որ նա կարիք ունի, պետք է անպայման տալ, որտեվ դա ժամպատարակ չի ճանաչում։ Այո, ջրամարս են։ Իսկ արհեստական խառնուրդները, որ պատրաստված են կենթանական ծագման կաթից, որոնք կազեիններ են պարունակում, դրանք ջրամարս չեն։ Դրա համար ասում են 3 ժամը մեկ տվեք, որ այդ ընթացքում նրանք կարողանան գոնե որոշ չափով մարսել։ Մենք կարող ենք, այսինքն նաև կարող ենք առաջարկել, որ մեր կողմից անջատված մանրեները մենք ուսումնասիրել ենք նրանց պրոբիոտիկ հատկությունները, նրանց որոնց մեջ մտնում է հակամանրեային ազդեցությունը, նրանց կայունությունը մեր աղստամոքսային համակարգի բարիերներին, նրանց ադգեզիվ հատկությունները մեր աղիքային էպիթելին, ինչպես նաև նրանց պրոտեոլիտիկ հատկությունը, որը շատ կարևոր է կաթի կազեինների մարսման համար, եւ այդ մանրեները կատարել ենք նաև գենետիկական նույնականացում, որը կարևոր է արդեն որպես առևտրայնացման համար օգտագործել, մենք այդ մանրեներով կարող ենք առաջարկել եւ ֆունկցիոնալ սնունդ կերակրող մայրերի համար եւ կարող ենք առաջարկել որպես փոշիացված տարբեր մեթոդներով կաթնային խառնուրդներին որպես հավելում, որպես այն կանայք, որոնք չեն կարողանում մայրական արդեն պատասխանեցիք իմ հաջորդ արդեն կաթնային խառնուրդը, որը արդեն մայրական կաթից անջատված բակտերիաներով է տալ երեխային։ Իսկ ինչի է կարևոր այդ հանգամանքը,
Չգիտեմ, կարող է ինչ-որ մի բանով պրոֆեսորին ուզենակ։ Ես կուզենամ պարոն Հովհաննիսյանին մի հետաքրքիր հարց եմ ուզում տամ։ Որտեղ ես կարող եմ խոսել։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, ուզում եմ հարցնել։ Ձեր մոտ միգուցե այսպեսի մի հարց առաջանա։ Այս գիտությունը, կենսաբանական գիտությունը արդեն 2-3 դար շատ ինտենսիվ զարգանում է եւ ինչպես ստացվեց, որ այսպեսի կարևորագույն հարցը այդ դրա մասին եմ ուզում հարցնել, ինչպես նաեւ հիմա է դարձել արդիական եւ բացի դա նաեւ մայրական կաթի գենետիկական բանի մասին խոսեցիք, այ ինքը գենետիկ հիշողություն ունի թե չէ, քանի որ հետազոտել եք, էլի շատ հետաքրքիր է։ Խոսենք պրոֆեսորի, որտեղ ինքը գենետիկան մասնագիտություն։ Ուրեմն գիտեք, այստեղ մեր գիտական ուսումնասիրությունների մեթոդոլոգիան, այսպես ասենք, մենք սովորաբար մարդու վրա փորձեր չի կարելի դնել, գիտեք, չէ՞, սովորաբար կենթանիների ֆիզիոլոգիա, գենետիկա եւ այլն, կենթանիների, բույսերի եւ այլն, այսպես նույնիսկ միկրոբների վրա օրինաչափություններ կան, օրինակ գենետիկական հիմա, որը որ վիրուսների եւ մանրեների միջոցով են առաջին հայտնաբերվել, հետո այդ օրինաչափությունները մարդու կենթանիների մոտ, բույսերի բարձրակարգ այդպես օրգանիզմների մոտ տեսել ենք, որ նույնն է, DNK, գիտեք, որ դեզօքսիռիբոնուկլեին թթուն ունի ժառանգական մոլեկուլ է եւ այլն, ոնց է սինթեզում սպիտակուցները, այդ բոլորը հայտնաբերել ենք վիրուսների եւ բակտերիաների միջոցով առաջին։ Հետո անցել է դրան։ Այսինքն մոտեցումը գիտնականների նրանք ուսումնասիրել են կաթը, բայց կենթանիների ավելի շուտ ուշադրություն են դարձրել դրա վրա, որ կենթանիների կաթն է, բաղադրությունը ինչպիսին է, այս նրա բաղադրությունը, սա է նրա բաղադրությունը եւ այլն, բայց բուն մայրական կաթը չի ուսումնասիրել։ Եվ այստեղ հետաքրքիր մոմենտ կա, որ եթե կովի կաթի մեջ լինեին այս մանրեները օգտակար, որոնք կոչվում են կաթնաթթվային մանրեներ, որոնց միջոցով մենք ստանում ենք մեր այդ կաթնամթերքները տարբեր ֆերմենտացված մածուն է, թթվասեր է, կեֆիր է, յուղուրտ եւ այլն, այդ բոլորը այս կաթնաթթվային մանրեների միջոցով ենք ստանում։ Հիմա եթե այդ կաթնաթթվային մանրեները լինեն կաթի մեջ, բնական է հենց կովի կրծքի մեջ նա կարող է մերվել, մագարտել։ Իսկ եթե մագարտեց, դա արդեն մահ է։ Հետաքրքիր մի հատ բան էր եղել, ուրեմն ագրոհամալսարանում մի դեպք էր եղել, երբ որ ուսանողները դիպլոմային աշխատանք բաներ կատարելու ժամանակ մոռանալով այդ բանը մաստիթ էին ուզեցել բուժել կոթի եւ կրծքի մեջ սրսկել էին նարինե։ Կաթնաթթվային նարինե, որը նույնպես մանրեով Պարզ այդ նարինեն մագարտում էր առաջացրել եւ կովը վախճանվել էր, այսպես ասեմ։ Ցավոք սրտի իհարկե լետալ է սխոդերն այստեղ հարցը նրանումն է, որ գիտնականները երբ որ կենթանիների վրա ուսումնասիրում, ինչ որտեղ հանգիստ էին, որ կաթը ստերիլ է։ Եվ մինչև 2003 թվականը ընդամենը 21 տարվա պատմությունը գիտության համար շատ կարճ ժամանակաշրջան է։ Երկու երկրների կողմից, գիտնականների խմբերի կողմից Իսպանիայում եւ Ֆինլանդիայում տպագրվեցին հենց այդ թվին անկախ հոդվածներ, որոնք նկարագրեցին, թե ինչպես են իրենք այս կաթնաթթվային բակտերիաները անջատել մարդու կաթից։ Ճիշտ ասած, այստեղ հարցը մեսին էր, որ ես մի քիչ ուզում եմ մեհաբարտությամբ նշել, որ այստեղ այսպեսի հարցեր կա, մենք գիտնականները սովետական դերևս էլի խորհրդային միությունից եկած, ամեն ինչ գիտենք, եւ այդ հարցի քիմիան գիտենք, կենսաբանությունը գիտենք, ֆիզիկան գիտենք եւ այլն, երբ որ արտասահմանյան գիտենք, իր այդ մասը գիտի, շատ լավ պրոֆեսիոնալ է, ինքը արհեստավարժանում է, այն մնացածը it is not my business, այսպես ասած։ Հիմա հարցն անարումն է, որ տեսեք, Լուսինեն նշեց, որ
Մենք քանի որ գիտենք, որ եւ կաթմերել գիտենք, որը կաթմերելը դա տեխնոլոգիա է, դա գիտնականի գործը չէ, բայց մենք դա գիտենք։ Մենք այդ կաթի նմուշը, որ վերցրեցինք կաթի, մի հատ մեր մանրէաբանական մեթոդներով ինչ որ պետք էր անեցինք, մի հատ լցրեցինք կովի ստերիլ կաթի մեջ։ Ես որ ասեցի, ես զանգեցի, ասեցի Լուսինե փորձը ստացվել է, մեկ էլ տեսնենք կովի կաթը մերվեց։ Բայց զուգահեռ ինչն էր հետաքրքիր։ Մայրական կաթը զուգահեռ այդ 37 աշճանի տակ հենց իր կողքը դրված էր, որտեղից մենք վերցրել ավելացրել էին կովի կաթի մեջ։ Կովի կաթը մերել էր, մայրական կաթը չէր մերվել։ Այստեղ իմ մոտ ինչու չի մերվել, էլ բուֆերային, այսպես տարբեր հիպոթեզներ ինչու չի մերվել եւ այլն, խորացանք եւ տեսանք, որ մայրական կաթը յուրահատուկ է։ Ինքը այդ մերվող մոլեկուլ կազեիններ են կոչվում, սպիտակ այդ բանը, ուրեմն այդ կազեինների քանակը շատ քիչ է, սիճուկային սպիտակուցներին է բարձր է, հետո մայրական կաթը քաղցր է, իսկ անակենթաների կաթը այդքան քաղցր չի, այսինքն լակտոզայի քանակը ուր այդ տարբերությունը դուք կարող եք դնել այդ մայրական կաթը իրեն այդ բոլոր կաթնաթվայիններով երբեք չի մերվի։ Դա էլ է գիտնականներին ինչ որ շեղել, որ մտածել են, որ չմերվեց, ուրեմն այնտեղ չկա։ Եվ մենք փաստորեն այդ փորձերը տպագրված է Ամերիկայում, այս փորձերը շատ հետաքրքրություն է առաջացել, մենք ամեն օր այո, այսպես ResearchGate-ում հայտնաբերում ենք ձեր հոդվածը կարտացվել է 2 հոգու կողմից, 3 հոգու կողմից, այսօր հետևում ենք ու գիտենք ովքեր են, այսպես մեծ հետաքրքրություն է առաջացրել այդ մեր մոտեցումը եւ դա է խնդիրը, որ մենք արդեն առաջարկում ենք, որ եթե հարկավոր է մայրական սնունդ եւ երեխայի սնունդ պատրաստել մայրական կաթից անջատված մանրեներով, որոնք արդեն իրենք ադապտացված են, այդտեղ հարմարված են այդ պայմաններին մարդու օրգանիզմը եւ այս մանրեները մեր մոտից հիմա էլ արդեն ինտենսիվ ուսումնասիրվում են։ Այսինքն մի հետաքրքիր բան, սա նոր մեթոդ է, որը որ օրինակ փոխարինիչներին, հա, նրանք որ կային, այդ փոխարինիչներին ինչ որ մարտահրավեր է փաստորեն, հա, սա կարելի ասել ինչ որ այո, մարտահրավեր է այն նոր փոխարինիչները, որ վաճառվում են։ Նաեւ իհարկե մարտահրավեր իհարկե բնական է, մենք չենք կարող արհեստական հետ համեմատել, բայց ես ձեր նախորդ հարցին մի փոքր ուզում եմ անդրադառնալ, որ պրոֆեսորը մի փոքր ավելի շատ Ես կխնդրեի, որ ինքն էլ անդրադառնալ այդ գենետիկ նաև հիշողության, էլի մայրական կաթ ունի։ Քանի որ մայրական կաթը անցնում է մոր աղիներից, տարբեր գիտահետազոտական խմբերի կողմից միջազգային հետազոտել են, որ այն մեխանիզմը, որ հղիության վերջին եռամսյակում, քանի որ տեղի է ունենում հորմոնալ տեղաշարժեր օրգանիզմում, ֆիզիոլոգիական վիճակ է բոլորը, եւ այդ մանրեները աղիքներից, աղիքային էպիթելին կպնելով դենդրիտային բջիջներին, իմունային բջիջներին ներքին ուղի է բացվում, արյան ճանապարհով անցնում են կրծքագեղձեր։ Այսինքն 6-րդ ամսից սկսած այդ մանրեները հարմարվում են, այո, գաղութացնում են, կուտակվում են, հարմարվում են, որ արդեն խիժի միջոցով, կաթի միջոցով երեխան ստանա։ Ինչն է հետաքրքիր, որտեղ սելեկցիա է գնում օգտակար մանրեների եւ ոչ օգտակար։ Գիտեք, որ վիրուսներն են անցնում կաթի միջոցով եւ Իմունիտետ է ձևավորում, իհարկե։ Այո։ Եվ ասեմ, որ դա գենետիկորեն փոխանցվում է մորից երեխուն։ Այն մայրերը, որոնք կրծքի կաթ չեն կերել, նրանց մոտ այդ միկրոֆլորան ձևավորված չէ, ռեզիդենտ, իրենց մշտական միկրոֆլորան։ Այսինքն նրանք փոխանցում են այն միկրոֆլորան, որ իրենք սննդի միջոցով են, որտեղ մեր սնունդը ստերիլ չէ, մենք ուտում ենք ամեն ինչ եւ դուք հարցը մեզ տվեցիք, որ ինչ ասես, որ չենք ուտում։ Եվ այդտեղ միկրոֆլորայից հնարավոր է կամ ինչ որ բան անցնի, կամ նրանց մոտ կաթնաթթվային մանրեների օգտակար մանրեների քանակը շատ քիչ լինի, այսինքն մենք այդ կանանց մոտ եղել է, որ կաթնաթթվային մանրերը ես չեմ հայտնաբերել։
Այսինքն իրենք բնական ճանապարհով չեն սնվել ծնված ժամանակ, այսինքն արհեստական փոխարինիչ են։ Միկրոֆլորան փոխանցում է սերնդեր սերունդ եւ գիտեք որ աղիքային միկրոֆլորայի դերը մեր օրգանիզմի ընդհանուր պաշտպանության իմունային համակարգի համար ինչքան կարևոր է, որտեղ իմունային այդ բջիջների մոտ 70%-ը ձևավորվում են այնտեղ եւ անցնում են արյանի մեջ, այնց որ մեր մանրեներն էլ շատ կարևոր են, որոնք նրանց մեծ մասը իրանք են առաջացնում։ Ինձ մեկ այլ բան է հետաքրքիր, ճանապարհը գիտությունից դեպի մեր առօրյա կյանք, այսինքն դու կարել եք գիտափորձ, որը շատ կարևոր է, հայտնաբերությունը արդեն կատարված է, հա, փորձը ստացված է, անդրադարձը եղել է, երբ դա կհասնի կիրառելիության, արդեն ձեր իսկ այդ փորձը առօրյայում եւ մայրերը մենք կարողանանք նույն այդ հավելումները արդեն կիրառել եւ սննդի մեջ եւ երեխաների համար, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ կլուծվեն, հա, այս փորձի շնորհիվ։ Շատ իրավացի եք, որովհետեւ դա շատ կարեւոր է առողջ սերունդ ձևավորելու համար, իսկ այսօր գիտենք ինչքան մեծ խնդիրներ։ Մենք պատրաստ ենք, մեր շտամները պատրաստ են, մեր կողմից ուսումնասիրվել են բավականին շտամներ անջատվել են, նույնականացվել են, փորձարկումները մինչ օրս մենք էլի բավականին փորձարկումներ ենք անում, որ մեր գաղափարները ավելի է պայծառանում եւ ավելի հնարավոր է դառնում շուկա մտնել, բայց ասեմ նաեւ, որ մեր մանրեներից առավել հեռանկարային շտամները մենք ավանդադրել ենք Հայ կենսատեխնոլոգիա գիտարտադրական կենտրոնի մանրեների ավանդադրման միջազգային կենտրոնում համալրել ենք այնտեղի մանրեների հավաքածուն, ստացել են համարներ, շրիֆտներ եւ մեր ուսումնասիրված մանրեները պատրաստ են առևտրայնացման։ Մենք պարզապես փնտրում ենք արտադրողներ մեր համագործակցության համար։ Իհարկե, բազմակի եղել են հետաքրքրվողներ, Սան Ֆրանցիսկոյից հատուկ սննդաբաններ էին եկել մեզ մոտ, հյուրընկալել էին, ընթացքի մեջ դեռ ոչ մի տեղաշարժ չկա, հուսանք մեր անհատները կարող են ինչ-որ մեկը հետաքրքրվել եւ մեծ սիրով մենք անպայման կհամագործենք։ Իսկ սա մեծ բիզնես կարող է դառնալ։ Իհարկե, բիզնես պրոյեկտ է։ Իհարկե։ 6 թե 7 տարի առաջ Շվեյցարիայից Nestlé-ից էին գրել համագործակցության հետ կապված, որովհետեւ մենք առաջարկություններ էինք արել, հետո ինչ պատճառներով էլի չստացվեց ու համագործական կապը խզվեց, ուղղակի պահն է պետք շատ ծանրաբեռնված ենք մեր գիտափորձերով, որտեվ եւ նաեւ գիտական հոդվածները, որովհետեւ գիտության կոմիտեն մեզ բոլորից պահանջում են այս գիտական տվյալները անպայման տպագրել միջազգային հեղինակավոր ամսագրերում եւ դրա համար բավականին ժամանակ եւ էներգիա է պահանջում եւ լաբորատորիայի այդ փորձերը հսկելը եւ անելը եւ հոդվածները տպագրելը շատ բավականին ծավալուն աշխատանք է։ Հասկանալի է, այո, ես ճիշտ ասած մի հետաքրքիր բան ուզում եմ ավելացնել։ Այս խնդիրը, որ մենք քննարկում ենք, շատ կարևորագույն խնդիր է հատկապես առողջապահական իմաստով, որովհետև մարդու առողջության հիմքը դրվում է իրեն հենց ծննդից նույնիսկ մայրական արգանդում, այսինքն երբ որ գտնվում է եւ երբ որ նա ծնվում է եւ սնվում է, իրեն կապը իրեն աշխարհ բերած մայրիկի հետ ինքը պահում է այս կաթի միջոցով եւ այդ կաթի միջոցով փոխանցում են եւ իմունիտետ եւ այդ օգտակար միկրոբները մի հետաքրքիր բան ուրեմն մոտավորապես 50-ական թվականներին ուրեմն Ամերիկայում հատկապես այսպեսի մի շարժում սկսվեց որ պետք չի գրծքով կերակրել Արես այդ հատկապես դե այնտեղ գիտեք ինչ է, այնտեղ ֆիրմաները, որոնք որ բիզնես պրոյեկտներ են, որ ովքեր արտադրում են, իրենք պիտի մի բան հորինեն, որ պիտի իրացվի դա, արդեն մեջ չէ, ինչ է պետք ձեր առողջությունը, բան, նույնիսկ ձեր բարեկազմությունը պետք չի կերակրել եւ այդպես աշխարհական այդպես շարժում էր, որը Եվրոպայի վրա եւ տարածվեց եւ այլն Հետաքրքիր է ձեզ բան ասեմ, ամբողջ գրականությունը մենք կարդում ենք։ Ամերիկացիները, երբ որ ուսումնասիրում են իրենց կանանց միկրոֆլորան, եւ երբ որ մենք ենք ուսումնասիրում Հայաստանի կանանց միկրոֆլորան, որոնք միշտ
կարելի ասել 99%-ով կերակրել են իրենց երեխային մայրական, իսկ նրանք արհեստական։ Հետաքրքիր մեր տվյալները իրար հետ լավ չեն մգնում, նրանց մոտ ահաբոր բան ախտացին մաղրեր, այո, անօգուտ մաղթացին, ինչ ասես, հիմա մոլեկուլար այդպեսի մեթոդներ կա, որ ինչ ասես հայտնաբերում են, այսպես աղբ ասենք։ Այն դեպքում, որ մերը ոնց որ անարատ ավելի բան է։ Եվ այդ տենդենսը ահագին շարունակվեց եւ դա էր խանգարում, որ այդ ուսումնասիրությունները տարվեն։ Եվ հիմա արդեն երբ որ այստեղ ես ձեզ ուզում եմ նշել, որ հետաքրքիր բան է, որ այդ միկրոբները, որ մենք ունենք, ժառանգաբար փոխանցվում են։ Ուրեմն տեսեք, մայրը կերակրում է իրեն տղա աղջիկ, չէ՞։ Ուրեմն եթե երբ որ աղջկան է կերակրում, այդ աղջիկը կերակրում է իրեն սերունդին, տղայի մոտ այդտեղ արդեն փակուղի է։ Իսկ աղջիկը փոխանցում է հաջորդ սերունդին։ Այնտեղ եթե աղջիկը այսպես եւ այսպես ժառանգաբար սա փոխանցվում է փաստորեն։ Իրենք իրենց այդ բանով, ասենք այդ գործողության արդյունքը եղավ Ամերիկայում, որ այդ կապը ժառանգական ոնց որ կտրվեց։ Ճիշտ է, մենք հետո կարող ենք սննդի միջոցով եւ այլն բան ստանում ենք, բայց դա այն չի, այն միկրոբը չի, այն չէր, որ ինքը պիտի իրեն ծնունդ տվող այդ օրգանիզմից ստանա։ Բնական կարգավիճակ։ Հաճախ այսպեսի մարդկանց մոտ այդ իմաստուն էլի ասում է, դու քո ասում է բնորանը, որտեղ ծնվել ես, աշխատի այնտեղի սնունդը օգտագործել, այնտեղի մեղրը, այնտեղի ասենք ասում է, դա դու ավելի լավ կմարսես, քան թե ասենք մեկ ուրիշ տեղից։ Եվ դա ինչ որտեղ ճիշտ է, որտեղ քո օրգանիզմը հարմարված է այդպիսի սնունդին։ Եվ այդ ժառանգական բնույթը շատ կարևոր է, դա եթե դու դա կտրում ես, դու չէ հետո քո երեխան այսպեսի բան կա, էլի, եթե կրծքով չի կերակրվել, երեխան շատ հիվանդանում է, իմունիտետ չի, շատ ցածր իմունիտետ է ունենում, լավ չի աճում։ Երկրորդը, եւ ծննդաբերությունը եղանակը բնական թե կեսարյան։ Սա նույնպես նշանակություն ունի, որովհետեւ մեր ուսումնասիրություններն են ցույց տվել եւ կան, ասում եմ, որ մենք հիմնականում այնտեղ բացի այս կաթնաթթվաններից կա այսպես կոչված բիֆիդո բակտերիաներ, բիֆիդո մազուն հանդիպել է ձեզ։ Այդ բիֆիդո բակտերիաները ներառված են մազունի մեջ։ Բիֆիդոները միջայլոց ասեմ ավելի շատ են մեզ պետք, մոտ 95%, 5% այս մեր կաթնաթթվանները։ Եւ այդ բիֆիդոն քանի որ ինքը մայրական կաթից չի ստանում, բայց ստանում է ծննդաբերվելու ժամանակ այդ շուրթերից արգանդի այդ բնական ճանապարհը պիտի անցնի, որտեղից ինքը դուրս է գալիս։ Հեղիության ժամանակ այնտեղ էլ կա, էլի մենք վագինալ ենք ուսումնասիրում աղիների միկրոֆլորան, այնտեղ էլ փոխվում է, շատանում է բիֆիդոբակտերիաները եւ այնտեղից այդ երեխան բիֆիդոն ստանում է, բայց ստանում է այդքան շատ չի, ինչքան որ մենք ասենք մայրական կաթով, բայց այս մայրական կաթի միկրոբները նրանք մի քանի դրանք անփոխարինելի են, ուրեմն նրանք սինթեզում են դերևս կրծքի կաթում սինթեզում են օլիգոշաքարներ, այսինքն օրինակ գալակտոօլիգոշաքարներ, որը սնունդ է բիֆիդոյի համար, այսինքն այդ միկրոբները օգնում են այո այդ կրծքի կաթով կերակրելուց, նաև այդ բիֆիդոներն են սնունդ ստանում։ Դրա համար այդ կարևորագույն խնդիրը դա այսպեսի փոխկապակցված այնպեսի ծավալուն թեմա է, իրական շնորհակալ ենք, որտեղ կարելի է ամբողջ լսել ու մեզ նույնպես շատ հետաքրքիր վստահ եմ նաև հայտարարել, բայց քանի որ եթերն ունի իր ժամանակը ցավոք չենք կարող զրույցը երկարատև շարունակել, մեզ մնում է միայն ձեզ անչափ շնորհակալություն հայտնել, որ այս առավոտ ձեր գիտության աշխարհից կտրեցինք ձեզ եւ եկաք ու կիսվեցիք շատ կարևոր ինֆորմացիայով թե մեզ համար եւ թե հեռուստադիտողի համար։ Մաղթում ենք միմիայն հաջողություն ձեր գիտափորձերին ու թող որ իսկապես գտնվեն
անհատներ, ովքեր նաև կօգնեն ու կաջակցեն այս ամենին ու կլինի նաև համագործակցություն, որը հետագայում կօգնի մեզ մեր առօրյայում ու կդառնա արդեն կիրառելի։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն հայտնել հրավիրելու համար եւ առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում բոլոր կանանց, աղջիկներին իրենց միամսյակի կապակցությամբ, եղեք գեղեցիկ, առողջ եւ պարտադիր կրծքով կերակրեք մայրեր ձեր երեխաներին անպայման կերակրեք կրծքով։ Շնորհակալություն։ Այո, իսկապես, եթե չկան հատուկ բժշկական ցուցումներ, եթե չկան խնդիրներ, եթե նույն կեսարյան հատումը հատուկ էսպես ցուցված չէ, այլ ուղղակի ձեր ընտրությունն է, ապա խնդրում ենք ընտրեք բնականը, թող որ երեխաները ծնվեն բնական միջոցով, թող որ երեխաները իրապես մայրական կաթ ստանան, որովհետև կարևորությունը անգնահատելի եւ անհամեմատելի։ Այո, անգնահատելի, ինչպես նշեց պրոֆեսոր Հովհաննիսյանը, անարատ սերունդ ունենալու համար կարևոր է մայրական կաթը։ Կերակրեք ձեր երեխաներին մայրական կաթով, տանը պատրաստեք, եթե մեծ են ձեր երեխաները, որպեսզի առողջ մեծանան եւ առողջ սնունդ ուտեն։ Իսկ այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ էին Վրեժն ու Անահիտը, մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։